Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Արա էփած հավիցի ծաղե եկավ, մալադես տրամադրությունս բարձացրիր, իսկ հիմա լուրջ ժողովուրդ ջան, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդն է, հարուստ է նրանով, որ ունի ժողովրդի բացարձակ աջակցությունը, այսօր փողոցում լյուբոյ մարդու կանգնացնում եմ, ասում եմ Նիկոլ Փաշինյան, ասում ամենաժողովրդավար ղեկավարն է Հայաստանի Հանրապետության, ամենաճշմարիտ ղեկավարն է Հայաստանի Հանրապետության, իսկ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը, չեմ ասի ինչ են ասում Ռոբերտ Քոչարյան, բա որտեվ ամոթ 1000 հատ երեխա ու կին ա նայում, էլի, չեմ ուզենա ասեմ ինչ են ասում։ Հայաստանի ամենակոռումպացված ու հարուստ թալանչին դու ես, Ռոբերտ Քոչարյան, որ թալանել ես, կերել ես, սպանել ես, արյունով եկար, արյունով գնացիր, միլիարդները դիզեցիր, միլիոն հատ բիզնես ունես, միլիոն հատ բիզնես։ Պուտինի նկարն է միջև պատից կախել, այդ հատուկ հրաման է ինձ թվում է Պուտինից, որտեվ Պուտինը իր բոլոր այդ շրջապատի անձային ասլա նկարս պահեք, նկարս այդ KGB-ի ստիլը էլի ժողովուրդ ջան, այս գիտեն չենք ջոգում։ Ամեն ձևապացուցում եք, որ հունիսի 7-ին, տո ձեր ձևով է, Հայաստան դաշինքան դե չգիտեմ ելով է, չեք անցնելու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքելու է 75% քվե, ամենաքիչն եմ ասում։ Մեր պետությունը հզորացման ուղու վրա է, իսկ դուք անհիշատակ հեռանալու եք, Ռոբերտ Քոչարյան։ Քաղաքական դաշտից դուք մաքրվելու եք, որտեղ դուք տեղ չունեք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում։ Դուք կործանել եք Հայաստանի Հանրապետության քաղաքական ողնաշարը, դուք լավ եք հասկանում։ Այսօրվա դրությամբ դուք եկել եք ու փորձում եք ինչ-որ բաներ անել, ձեր հետևից չեն գնալու, ձեզ ոչ ոք չի լսելու, նույնիսկ ձեր կողքի մարդիկ, որ մտածում եք, որ ձեր հետ են, նրանք ձեր հետ չեն, նրանք այդ փողի հետ են, որ իրանց դուք տալիս եք, որ պայն այդ փողը կտրվեց ամենայն անկեղծությամբ, լավ դախաս այդ փողերը չտակ ոչ մեկին, ով է կանգնելու ձեր կողքին, ոչ մեկ, իսկ այսօրվա դրությամբ ամենայն անկեղծությամբ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը կառուցում է պետություն, հզորացնում է պետություն, այ իմ շահը է դա, որ պետությունը սորորի ծաղկում է, դրանից էլ ուժեղ շահ իմ համար չի կարա եղնի, որովհետև պետական մտածելակերպ է, անձնական շահ չկա, չնայած յուրաքանչյուր քաղաքացին պետքա գիտակցի, որ անձնական շահը պետքա համընկնի պետական շահի հետ, ծաղկում է պետությունը, ծաղկում ես դու։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե քաղաքացիական պայմանագիրը, կեցենք մենք և Նիկոլ վարչապետ։